Ես հենց հիմա փաստերով կասեմ այդ մասին, պարոն Մինասյան, 1921 թվականին Սիմոն Վրացյանը նամակ էր ուղարկում Անկարա եւ նախ խոսում էր Հայաստանի եւ Թուրքիայի բարեկամության անհրաժեշտության մասին, ռազմական աջակցություն էր խնդրում պաշտոնական Անկարայից միասնական ճակատով կռվելու միասնական թշնամի բոլշևիկների դեմ, պարոն Մինասյան։ Դա Սիմոն Վրացյանի նամակն է եղել։ Եվ Սիմոն Վրացյանի ղեկավարած կոմիտեն էլ կոչվում էր Հայրենիքի փրկության կոմիտե։ Հիշում եք այն, որ ուզում էիք Հայաստանի գլուխը ուտել մի քանի տարի առաջ, այնքան երևակայություն չունեին, գնացել էին Սիմոն Վրացյանից Հայրենիքի փրկության կոմիտեն, փոխել էին դրել են Հայրենիքի փրկության շարժում։ 100 տարի անց նույնիսկ այդքան ֆանտազիա չունենաս, որ գնաս Սիմոն Վրացյանի 100 տարի առաջվա Հայրենիքի փրկության կոմիտեն բերես եւ 180 աստիճանով հակառակ Սիմոն Վրացյանի գաղափարախոսությունը իրագործես։ Ընդ որում, ես էլ եմ ասում, խոսք էր գնում Սիմոն Վրացյանի եւ Դաշնակցության կողմից, խոսք էր գնում հայ-թուրքական բարեկամության մասին։ Մենք այսօր ասում ենք ընդհանրապես հարաբերությունները կարգավորենք, մեզ ասում եք դավաճանեք։ Բա հիմա ով է ուրանում Դաշնակցության պատմությունը, մենք թե դուք։ Դուք եք ուրանում, ասում եք Դաշնակցությունը ազգային արժեք է։ Բայց այդ ազգային արժեքը, Դաշնակցությունը 135-ամյա Դաշնակցությունը որպես ազգային արժեք, ո՞նց տարակ դրեցիք Ռոբերտ Քոչարյանի ոտքերի տակ։ Ո՞նց, բա այսօր Դաշնակցությունը, այդ ազգային արժեք Դաշնակցությունը մի հատ դաշնակցական լիդեր չունենա, հայերեն չիմացող Ռոբերտ Քոչարյանը դառնա այդ Դաշնակցության լիդերը։ Բա Դաշնակցությունը, որը տվել է Քաջազնոնի, Վրացյան, Խատիսյան, բայց Դաշնակցությունը մի հատ այսօր լիդեր չունենա, այդ Դաշնակցության լիդերը լինի Ռոբերտ Քոչարյանը, որը հայր մերը չգիտի, որը ուղղակի չի կարողանում, հասկանում եք, իր մտքերը բանալ, նորմալ շարադրել, հասկանում եք։ Որը եթե մի քանի րոպե ուղղակի ինքնուրույն մտածի, վնասվածքներով կտեղափոխվի վերակենդանացման բաժանմունք։ Դուք բերել եք այդ Դաշնակցությունը, այդտենց դրել եք Ռոբերտ Քոչարյանի ոտքերի տակ։ Այ նույն ձև։ Դուք Հայաստանն եք ուզում տանեք եւ դնեք ուրիշ պետության, օտար պետության ոտքերի տակ ու մատաղանեք։ Բայց ես ընդհանրապես ուրիշ ձև էի պլանավորել իմ ելույթը սկսել։ Մեզ սա էլ է դուր գալիս, պարոն Կոնջյան։ Հիմա ես ուզում եմ դա եւ մեր ընդդիմությունը էլի երաշխավորախտով է տառապում եւ ասում է երաշխավորը։ Ես այս պատմությունը մի քանի անգամ պատմել եմ, այն իմ ամենասիրելի օրինակներից մեկն է, որը իմ ամենասիրելի հեղինակներից մեկը Նասիմ Թալեբը իր գրքի մեջ բերում է։ Ասք երաշխավորի մասին։ Մսագործը ամեն օր կերակրում է հնդկահավին։ Եվ ամեն օր հնդկահավը գնալով ավելի ու ավելի չաղանում եւ ավելի փարթամ տեսքեր ունենում։ Եվ բոլոր վերլուծաբանները, ընդդիմադիրները, Դաշնակցությունը վստահորեն վիճակագրության հիման վրա պնդում էին, որ հնդկահավի կյանքը գնալով ավելի ու ավելի լավն է դառնում, ավելի ու ավելի երաշխավորված, ավելի ու ավելի բարեկեցիկ։ Մինչև այն օրը, պարոն Մինասյան, որ մսագործը որոշում է մորթել հնդկահավին եւ տանել շուկա գովաբանության օրվանից առաջ վաճառելու համար։ Եվ բոլոր վիճակագիրները, վերլուծաբաններն ու Դաշնակցությունը հենց այդ պահին սխալվում են։ Ահա այդպես դուք ուզում եք, որ Հայաստանը տանեք դնեք այդ երաշխավորի ձեռքի տակ, հետո որ այդ երաշխավորը իր ուզած օրը, իր շահերի համար մի օր Հայաստանը տանի մատաղանի ու դնի աշխարհաքաղաքական առևտրի զոհասեղանին։ Եվ ձեզ էլ վճարի ձեր բաժինը։ Եվ ժողովրդի ճակատագին էլ որպես մանրադրամ դնեք ձեր ջեբը։ Այդ է ձեր ուզածը։ Ինչ ազգային արժեք, ինչ բան։ Այդ որ բան եք անում, բա որ Ռոբերտ Քոչարյանը բահոպատակն չի։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է դառնալ նյութենական պետության մաս։ Երբ որ ձեր սիրած Վիտալի Բալասանյանն ասում է, որ այո, Հայաստանը պիտի դառնա նյութենական պետության մաս։ Երբ որ ձեր սիրելի Վարդան Ղուկասյանն ասում է, այո, Հայաստանը պիտի դառնա նյութենական պետության մաս, այդ ի՞նչ է։ Այդ ուզում եք Հայաստանի գլուխը ուտել, հետո ուզում եք հայ ժողովրդի զավակներին ուղարկել թնդանոթի միս դառնալու ուրիշների սանձազերծած պատերազմում։ Ուզում եք, որ հայ ժողովրդի զավակները խաղաղ չապրեն սեփական երկրում, ուզում եք, որ այդ ուրիշների սանձազերծած պատերազմի սպանդանոցի մեջ մտցնեք հայ ժողովրդի զավակներին։ Դրա համար հանգիստ չունեք, որ այս 2 տարի է, կրակոցի ձոտ չունենք։ Երբ որ Տիկին Գալստյանը այստեղից ասում է, այդ որ խաղաղության մասին եք խոսում, այդ այն խաղաղության մասին եք խոսում, Տիկին Գալստյան, որտեղ որ 2 տարի կրակոցից մարդ չի զոհվել, եւ դուք էլ որպես ողբերգության մունետիկներ չեք եկել այս ամբիոնից բան արել, լացուկոց կապել ասել, վայ, մենք կործանվեցինք, այս իշխանությունը մեզ տանում է պատերազմի։ Պատերազմները ասում եք իշխանությունը մեզ տանում է պատերազմի։ Խաղաղությունը ասում եք իշխանությունը տանում է մեզ պատերազմի։ Դուք հասկանում եք, դուք այնքան եք մոլորվել սեփական ստերի հորձանուտում, որ դուք սկսել եք ինքներդ ձեզ մարսել, հասկանում եք, դուք ինքներդ ձեզ մարսում եք, այսինքն որպես քաղաքական ուժ, որպես ընդդիմություն, եւ դուք հեսա կվերջանաք։ Դուք ինքներդ ձեզ կուլ եք տվել եւ մարսում եք։ Դուներ գալիս է, չէ՞, հարգելի գործընկերներ։ Ես կարող եմ շարունակել անվերջ։
Խոսում եք ներքին պատերազմի մասին, հարգելի գործընկերներ։ Եվ սա իմ մոտ այսպես բան էլի ֆլեշբեքի բանով բերեց այդ ներքին պատերազմ կոչվածը, բայց մի քիչ ուրիշ տրամաբանությամբ։ Դուք ասում եք, որ պատերազմ է հայտարարվել մեր ինքնության դեմ բան եւ այլն։ Դա պարզ է, դրա մասին 100 անգամ խոսացել ենք։ Բայց այդ ներքին պատերազմի այլանդակ դրսևորումը գիտեք որն էր։ Հիշեք էլի միա ձեր կառավարման տարիները, երբ որ ձեր Քոչանա սերժական իշխանության բանդաները Հայաստանի փողոցները, հրապարակները, պատիեզները դարձրել էին իսկական բան, պատերազմի թատերաբեմ։ Մի հատ հիշեք ուղղակի էլի։ Մի հատ հիշեք, թե Հայաստանում ընդհանրապես ինչ միջավայր էր տիրում։ Մի հատ հիշեք, Հայաստանում կար մի հատ բիզնեսմեն, որի մտքով կանցներ, որ հանկարծ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժի մի փոքր օգներ։ Մի հատ հիշեք, Հայաստանում կար մի հատ ընդդիմադիր լրատվամիջոց, որի մտքով հանկարծ կանցներ, ճշմարտության կեսի ասեր են Օրվելյան լեզվով ասած, գոնե ասեր, որ 2-ին գումարած 2 հավասար է 4։ Մի հատ հիշեք։ Մի հատ հիշեք ժողովուրդ, ասում եք միշիկը ձերն է, ինչ եք մեզանից ուզում, միշիկը ձերն է, վերցրեք գնացեք գտեք ինչ ուզում եք արեք, միշիկը ձերն է, ձեր բանն է։ Բայց դուք որպես ընդդիմություն եք այդպեսին։ Մինչև հիմա չեք տվել են բանի մարդու, Աջապայանի հարցազրույցը երկիր մեդիայում չկա։ Ինչ եղավ Աջապայանի հարցազրույցը։ Դուք որպես ընդդիմություն եք այդպեսին ժողովուրդ։ Որպես ընդդիմություն եք դուք բանը մամուլի ազատության դեմ կռիվ տալիս։ Որպես ընդդիմություն եք։ Ուր է Միքայել Աջապայանի հարցազրույցը եւ Ռոբերտ Քոչարյանի թալանած 200 միլիոնը։ Ես պահանջում եմ Ռոբերտ Քոչարյանի թալանած 200 միլիոնը եւ Միքայել Աջապայանի հարցազրույցը երկիր մեդիայում։ Միանում եմ։ Ես հասկանում եմ, որ ձեր մոտ ծիծաղը կոմպենսացնում է այն ամոթը, որ հիմա դուք զգում եք, որովհետեւ այն որ դուք նստել եք եւ այս աթոռների վրա նախավերջին մոհիկանների պես բան եք անում, լսում եք այս ելույթը, էլի գնահատելու բան։ Բայց մի հատ հիշեք էլի ձեր իշխանության տարիները ժողովուրդ։ Հիշեք ընդհանրապես կար ազատ մամուլ, թե չկար ազատ մամուլ։ Հիմա ինչ բան է, վաքսի վրի մեյմուն կա, իրան դրելա լրագրողի տեղ։ Գալիս են, բան վարչապետին ինչ հարցեր ասես տալիս են, իրենց ներկայացնում են որպես Պրոմեթեյս, որ բանը ողջախոհության եւ ազատության ճրակը սենց վերցրել են, եկել են բան։ Ձեզ միջանցներում էս այդպիսի եւ ոչ միայն այդպիսի լրագրողներին ձեր գործընկերները սպառնում էին ծնոտը ջարդել։ Շմայց ընդհանրապես ասում էր պետք է բռնաբարել եւ գլխատել։ Թե գլխատել եւ բռնաբարել, հետեղերի հաջորդականությունը ես չգիտեմ այդ սադոմազոխիզմը, ձեր իշխանության, դա ձեր իշխանությունն էր, դա ձեր դեմքն էր, հասկանում եք։ Մոռացել եք, թե պետքա դնենք հիմա գանք այստեղ բան անենք, Հայաստանի քաղաքական պատմության դասընթացներ կազմակերպենք։ Այո, եթե հանկարծ, ես վստահ եմ, որ այդպիսի բան չի լինելու, բայց եթե հանկարծ այս ընդդիմությունը Հայաստանում մի անգամ էլ իշխանություն զավթի, դա ոչ միայն բերելու է արտաքին պատերազմի, դա բերելու է նրան, որ նույն Քոչարյանա-սերժական, օլիգարխիական բանդիտների հերոսակախմբերը ներքին խժդժություններ են սանձազերծելու ամբողջ Հայաստանում։ Դուք պատկերացնում եք այս 8 տարվա մեջ ինչքան ախորժակ է այս մարդկանց մեզ կուտակվել։ Դուք ժողովուրդ պատկերացնում եք այս 8 տարվա մեջ ինչքան հարստություն է կառուցվել, ինչքան բան չի թալանվել, որ այս մարդիկ գալու են իրանց այս երախով ու փորձելու են էլի թալանել։ Դուք պատկերացնում եք ինչ են անելու, ծվեն են անելու այս երկիրը։ Հա, եւ ավարտելով։ Գիտեք մեր ու ձեր տարբերությունը որն է։ Որովհետեւ մեր ու ձեր տարբերությունն այն է, որ Հայաստանը մեր միակն է։ Մեր միակ եւ անկրկնելի սերն է Հայաստանը։ Եվ մենք Հայաստանից բացի ուրիշ սեր չունենք։ Բայց Հայաստանը ձեր միակը չի։ Դուք Հայաստանից բացի ուրիշ սերեր ունեք, ուրիշ հայրենիքներ եւ ուրիշ պետություններ ունեք, որտեղ որ պահում եք ձեր փողի եւ ունեցվածքի մեծ մասը։ Եվ դուք առաջին իսկ հնարավորության դեպքում կդավաճանեք Հայաստանը, կգնաք ձեր ուրիշ պետություններն ու հայրենիքները եւ մենակ կթողեք Հայաստանը իր ճակատագրի, իր ворթիների հետ։ Եվ այդ Հայաստանին ծվեն կանեն այն ուժերը, որոնց ոտքերի տակ դուք ուզում եք Հայաստանը մատաղանել, բայց մենք դա թույլ չենք տալու։ Ձեր հաստ ծոծորակը կտեսնեք, դա չեք տեսնի։ Հարգելի գործընկերներ, երբ որ Տիկին Վարդանյանը այս ամբիոնից ասեց, որ Արարատը մեր ինքնությունն է, ես կարծում եմ ինքը խփեց ուղիղ նշանակետին, որովհետև ես ուզում եմ բոլորին հիշեցնել, որ Արարատը Հայաստանի տարածքում էր մինչև այն կետը, երբ որ Դաշնակցության իշխանության օրոք այն կորսվեց։ 1918 թվական, երբ որ հիմնադրվեց առաջին հանրապետությունը, Արարատը Սուրմալուի գավառի շրջանակներում, ինչպես նաև Կարսը Հայաստանի տարածքում էին։ Երբ որ Դաշնակցությունը ավարտեց իր առաքելությունը, Արարատը եւ ամբողջ Սուրմալուի գավառը եւ Կարսը այլևս Հայաստանի տարածքում չեն։ Հետո եկան Դաշնակցության երաշխավորներ բոլշևիկները, երաշխավորներ եւ այսօրվա կոալիցիոն գործընկերներ Գյումրիում։ Եվ մի հատ էլ պեչատը դրեցին Կարսի եւ Մոսկվայի պայմանագրով։ Եվ սա, սիրելիներս, Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է։ Գալ իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել։ Ու նույնը կրկնվեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում։ Երբ որ իրանք եկան մի տարածք, որտեղ ապրում էին հայերը,
Եվ որի վերաբերյալ մենք ասում ենք ամենակարևորն այն է, որ այդ մարդիկ կարողանան այնտեղ ապրել։ Դրա համար պետք է իջացնել նշաձող, դրա համար պետք է իրանք ուղիղ բանակցեն Ադրբեջանի հետ։ Դուք եւ Ղարաբաղից այդ պրոտեժեները մեզ ասում եք դավաճաններ, սրիկաներ, այս ինչ այն ինչա, վերցրեցիք իշխանությունը 19 օր հետո այդ իրական Ղարաբաղը դարձրեցիք ինքնություն։ Դաշնակցության ամբողջ գործունեությունը մի անվերջանալի շղթա է։ Իրական բաները դարձնել ինքնություն, հետո լացել, կենացներ խմել, հայդատ անել, փող հավաքել, ինքնությունը վերածել փողի, մոնետիզացնել փողը, իրական հայրենիքը դարձնել ինքնություն, մոնետիզացնել ինքնությունը։ Իդեպ մոնետիզացնել ինքնությունը ասեցիք, հիշեցի։ Ձեր ինքնությունը Արարատը չի, ձեր ինքնությունը Քոչարյանի 200 միլիոն դոլարն է, որ ինքը ապօրինի ձեռք է բերել ըստ դատախազության մեղադրանքի, ու ինքը պետքա մուծվի բյուջե։ Այդ ձեր ինքնությունը պետքա գաք եւ մուծեք բյուջե։ Ու հերիքան ներվայնացնեք ընդհանրապես այս ժողովրդին։ Եկեք մուծվեք բյուջե այդ փողը։ Հաջորդը։ Այ հիմա ինձ ներվայնացնեք, խնդրում մի արեք դա։ Հաջորդը։ Կրկին վերադառնալով Ղարաբաղին, դուք իրական տեղը, որտեղ ապրում էին հայեր, վերածեցիք ինքնության, կորսված ինքնության, երբ որ ձեր դրածոն այնտեղ ստորագրեց Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը։ Իդեպ, այդ որ ասում եք ինչի եք դիվահարվում երաշխավորներից, որտեղ մի անգամ ձեր երաշխավորը եկավ Արարատը անենց արեց, որ մենք կորցրեցինք, երկրորդ անգամ ձեր երաշխավորը եկավ անենց արեց, որ իր քթի տակ էթնիկ զտման ենթարկեցին մեր եղբայրներին ու քույրերին։ Այդ դուք եւ ձեր երաշխավորները անենց արեցիք, ձեր լուծարմամբ եւ երաշխավորի ասենց մեղմ ժպիտի տակ, որ մեր քույրերն ու եղբայրները էթնիկ զտման ենթարկվեցին։ Այնտեղի էլիտան էլ թռավ, փախավ այնտեղի էլիտան։ Բայց ոչ մեր քույրեր եւ եղբայրները, իրանք ստիպված են եղել լքել եւ բռնի տեղահանվել են Ղարաբաղից։ Հաջորդը, սիրելի բարեկամներ, այդ որ ասում եք, իշխանությունը սպառնում է պատերազմով։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ես նստած էի անի այնտեղ։ Վարչապետ Փաշինյանը ելույթեր ունենում ստեղից, Էդմոն Մարուկյանը ընդդիմադիր խմբակցության ղեկավար նստած էր այնտեղ, ԲՀԿ-ի խմբակցության ղեկավարը նստած էր, բայց քրեակատարողական հիմնարկում, բայց Նայիրա Զորաբյանը, մյուսները, չգիտեմ, Մելքումյանը եւ այլն նստած էին այնտեղ։ Վարչապետ Փաշինյանը ստեղից հայտարարեց, որ պատերազմը կանգնեցնելու ձև կա, դա զիջումների գնալքն է։ Ասեց համաձայն եք։ Բոլորը ասեցին ոչ, Էդմոն Մարուկյանը եկավ ասեց, պարոն վարչապետ, հրամայեք գնալ առաջ, սա պետքա մեկ ընդմիշտ լուծենք մենք այս հարցը։ Արդյունքում եղավ 44 օրյա պատերազմը, բոլորը գիտեն ինչպես ավարտվեց, ինչ երաշխավորների երաշխավորությամբ այն ավարտվեց։ Հետո ինչ եղավ, հետո 2023 թվականին Ղարաբաղում իշխանությունը վերցրեց, կրկին որ երաշխավորի քթի տակ էթնիկ զտում տեղի ունեցավ, ով ծախեց մեզ, ում երաշխավորները ծախեցին մեզ, բոլորը դա գիտեն։ Բայց դրանից հետո, երբ որ հարցնում ես այդ ժամանակվա անդիմադիրներին, իդեպ դաշնակցությունն էլ արտախորհրդարանական ուժեր, բայց էլի ասում են ոչ մի զիջում եւ այլն։ Բոլորը ասում են դե ժողովուրդ ջան, մենք խաբար չենք, մենք չգիտենք իրերի իրական դրությունը, մենք չգիտենք ռազմական բալանսը ինչպիսին է, մենք խաբար չենք, մենք պատասխանատու չենք։ Ամբողջ մեղավորը Փաշինյանն է, որ չի եկել ուղիղ չի ասել։ Ժողովուրդ ջան, հիմա Փաշինյանը եւ մենք ուղիղ ասում ենք։ Մենք հասել ենք մի կետի, երբ որ խաղաղությունը արդեն իսկ հաստատված է, այդ խաղաղությունը կա, հիմա կա այդ խաղաղությունը։ Այդ խաղաղությունն է պատճառը, որ վերջին 2 տարում ոչ մի զոհ մենք սահմանի չենք ունեցել։ Այդ խաղաղությունն է պատճառը, որ մեր սահմանամերձ գյուղերում կրակոց չի լսվում։ Այդ խաղաղությունն է պատճառը, որ 2025 թվականին առաջին անգամ ավելի շատ Հայաստանի քաղաքացի մտել Հայաստան, քան դուրս եկել։ 8000-ով։ Այդ խաղաղությունն է պատճառը ներգաղթի, այդ խաղաղությունն է պատճառը տնտեսական զարգացման եւ այսպես շարունակ։ Դագաղների բացակայության պատճառը խաղաղությունն է։ Այն պատճառը, որ դուք հիմա սոցիալական հարցերից կարող եք խոսել, խաղաղությունն է։ Հիմա այս խաղաղությունը պետք է պահել։ Դրա համար հավելյալ ոչ մի գործողություն չի պահանջվում։ Ի տարբերություն 2020 թվականի ոչ մի հավելյալ զիջում, ոչ մի բան չի պահանջվում, ոչ մի բան։ Ընդհանրապես պետք է պահել այս խաղաղությունը։ Այս խաղաղությունը ո՞նց է կառուցվել։ Այս խաղաղությունը կառուցվել է Վաշինգտոնյան օգոստոսի 8-ի հռչակագրով եւ նաեւ դրան նախորդած օրինակ համանազատման կանոնակարգով, որը մենք ստեղ ընդունեցինք, դուք կողմ չքվեարկեցիք։ Եվ այսպես շարունակ, այդ թվում թրիփի շուրջ համաձայնությամբ եւ այսպես շարունակ։ Հիմա դուք եւ ձեր դաշնակիցները, ձեր երաշխավորների, ձեր սիրած երաշխավորների թավորությամբ, եկել ու ասում եք, եթե մենք գանք իշխանության, մենք վերանայելու ենք այս խաղաղությունը։ Դուք ասում եք, մենք համաձայն չենք թրիփի շրջանակի, պետքա թրիփը լայնացնել, պետքա թրիփը, որը հայ-ամերիկյան նախագիծ է, դրա մեջ ներառել այնպիսի կողմեր, որոնք բաց կոնֆլիկտի մեջ են Ամերիկայի հետ։ Այսինքն այլ կերպ ասած, դուք ասում եք թրիփը չպետք է լինի։ Հաջորդը, դուք ասում եք, որ Ալմատայի հռչակագիրը չի սահմանում սահմաններ եւ պետք է դելիմիտացիայի ընթացքում այլ կրիտերիաներով առաջնորդվել, օրինակ պարոն Մինասյանը ասում էր դեմոգրաֆիական։ Այսինքն դուք վիճարկում եք Ալմատայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք։ Պարոն Մինասյանը հիշում եմ մի բանավեճի ընթացքում նաեւ ասում էր, որ խորհրդային Հայաստանի սահմանները, հետեւաբար այն սահմանները, որով մենք անկախացել ենք, անարդար են։ Այսինքն կրկին դուք վիճարկում եք, դուք չեք վիճարկում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, դուք մեր տարածքային ամբողջականությունն եք վիճարկում։
Հաջորդը խաղաղության պայմանագիրը։ Նախ դաշնակցությունից, եթե չեմ սխալվում, այն սկզբներում Իշխան Սաղաթելյանն էր ասել, որ չեք ստորագրելու թե ինչ, կամ ես վերջերս նայում մի հատ հատված կար, որ միտքը այնա որ սա նվաստացուցիչ, հա, Արմեն Ռուստամյանն էր, հիշում եմ, ասում էր խաղաղության պայմանագիրը կարող ենք գտնել հղումը։ Բան չի լուծում մեր հարցերը եւ այսպես շարունակ։ Բայց ովքեր որ նույնիսկ չեն ասում չենք ստորագրելու, ասում են պետք է նոր երաշխավորներ։ Թե ինչ են անում երաշխավորները, մենք բոլորս գիտենք, բայց նաեւ ասել որ պետք է երաշխավորներ, նշանակում է ասել մենք ուզում ենք վերաբանակցել խաղաղության պայմանագիրը։ Եվ հետեւաբար, սիրելի բարեկամներ, մենք չենք վախացնում ձեր, մենք չենք սպառնում ձեզ պատերազմով, մենք կամ ժողովրդին, ձեզ ընդհանրապես մենք ասելիք չունենք։ Մենք ընդհանրապես ասում ենք հունիսի 7-ին Հայաստանը ունենալու է ընտրություն։ Այնպիսի ընտրություն, որը ունեցել է եւ նախորդ տարի, եւ նախորդ տարի, եւ 2020 թվականին, եւ 1998 թվականին, եւ այսպես շարունակ։ Այդ ընտրությունից է կախված, մենք ունենալու ենք, պահելու ենք այս խաղաղությունը, թե գնալու ենք պատերազմի։ Հիմա դուք առաջարկում եք պատերազմ, դուք առաջարկում եք վերանայել այս խաղաղությունը։ Դա նշանակում է պատերազմ։ Ոչ թե որովհետև քաղաքացիական պայմանագրի գոյությունից է կախված պատերազմը կամ խաղաղությունը, այլ որովհետև թե ինչպիսի քաղաքական գիծ է ընտրում Հայաստանը, այդ դրանից է կախված, դա կբերի կպահի խաղաղությունը, թե կբերի պատերազմի։ Հիմա եթե Քոչարյանի քաղաքականությամբ առաջնորդվի Հայաստանը, ըստ որի Հայաստանը չի կարող պարփակվել իր 29743 կիլոմետր քառակուսու մեջ, քանի որ այդ դեպքում մենք բանի պետք չենք լինի, ենթադրում եմ նկատի ունի երաշխավորներին պետք չենք լինի, դա բերելու է պատերազմի։ Դա բերելու է պատերազմի, եթե դուք շարունակելու եք ասել, որ գիտեք ինչ կա մեր բանը տարբեր բաներ մեր ինքնությունն են քաղաքականացնելով դա բերելու է պատերազմի։ Լավ դուք չեմ հասկանում, դուք ինքներդ ձեր պատմությունից չեք սովորում։ Եկաք այնքան հայրենասիրական կենացներ սարքեցիք, որ Ղարաբաղը համալրեց կորսված պատմական հայրենիքի շարքը։ Կլինի մի հատ լավ մի անգամ կլինի կանգնեք ասեք կարող է մի բան սխալ ենք անում։ Եվ հետեւաբար Հա, մի բան էլ, որ Տիկին Գրիգորյանը ասում է, ինչի դադիվանքը հայկական չի, հա, հայկական եկեղեցի է, բայց ինչի Տիկին Գրիգորյանը ամեն օր չի նստում ասում, ասենք, չգիտեմ, Սանկտ Պետերբուրգի Սուրբ, ինչ է, Սուրբ Եկատերինա, թե Սուրբ, չեմ հիշում, մի խոսքով, այդ եկեղեցին մերն է, ինչի չի ասում, Գլենդելի քաղաքային խորհուրդը մերն է։ Պարզ չի, որ կա մի բան, որը մի բան մշակութային քեզ է պատկանում, այսինքն հա պարզ է, փաստ է, հայկական եկեղեցի, այո։ Բայց կա քաղաքական խոսույթ։ Եվ ավարտելով, սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին մենք ունենալու ենք հստակ ընտրություն։ Պահում ենք Տեր ենք կանգնում այն խաղաղությունը, որի համար ոչ մի զոհություն անհրաժեշտ չէ, կամ վերջին պահին, երբ որ մենք եկել ենք, ընդհանրապես մեր ձեռքը պետք է մեկնենք եւ վերցնենք այդ 100 տարվա խաղաղությունը, այդ տնտեսական բարգավաճումը, մեր որդիների համար չանհանգստացումը, կամ լսում ենք ընդդիմությանը, Դաշնակցությանը, Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին, այն մյուս օլիգարխին եւ ընտրում ենք ճանապարհ, որը անխուսափելիորեն տանում է պատերազմի։ Եվ վստահ եմ, որ մենք կանենք ճիշտ ընտրություն, իսկ Դաշնակցությանը եւ Հայաստան խմբակցությանը կրկին հորդորում եմ հորդորել Ռոբերտ Քոչարյանին չերկարացնել եւ այդ 200 միլիոն դոլարը մուծել բյուջե ոչինչ թող առանց այդ ինքնության մի քիչ դիմանա։ Լավ է։ 1920 թվականին Դաշնակցությունը Արարատը չկորցներ, որ հիմա չքննարկենք, մերն է թե մերը չի։ Իդեպ այդ կորցնելու ժամանակ դրանց զուգահեռ Դաշնակցությունը նամակ էր գրում Աթաթուրքին, խնդրելով ռազմական օգնություն բոլշևիկների դեմ էլ ասել։ Դրանից մի 2 տարի առաջ էլ Դաշնակցությունը պատվիրակություն էր ուղարկում Սուլթանի մոտ, որտեղ Դաշնակցության պաշտոնական ներկայացուցիչը Սուլթանին ասում էր, որ Հայաստանը իր գոյությամբ անկպետությունը նկատի ուներ, պարտական է Օսմանյան կայսրությանը։ Ձեզ չկմեղանաք, էլի, այնքան կասեմ կմնաք տակը։ Տիկին Վարդանյան, հարգելի ընդդիմադիրներ, ես մի հատ այնց գործընկերական խորհուրդ տամ, էլի, հա, որպեսզի ավելի հեշտ լինի մեզ հակադարձել, խոսելիս վատ ծիծաղելի իրավիճակում չհայտնվել, մի քիչ ավելի հաճախ լսեք այն ելույթները, որոնք ունենում ենք մենք, ունենում է վարչապետը, որովհետև ձեր ասացի մեծամասնության պատասխանը, բացատրությունը, նկարագիրը բազմաթիվ անգամ տվել ենք։ Եթե դա հատուկ եք անում, որպեսզի լավ տպավորություն թողնեք, ուրեմն դա այլ խոսակցություն է, բայց մենք դրա խոսակցության այդ պատասխանները տվել ենք։ Ես որոշեցի պատմեմ, քանի որ ժամանակը շատ է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում վերջի տարիների ընթացքում։ Ուրեմն Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Ղարաբաղի հարցը հասցրվել էր այն իրավիճակին, որ այլ ընտրանք չէր թողնվել հակառակորդին, քան ուժով լուծել, որտեղ բանակցային գործընթացը գտնվում էր փակուղու մեջ, ինչպես տեղ ասում էր Սերժ Սարգսյանը, բանակը գտնվում էր վատ վիճակում Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանավորման տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղը դուրս էր թողվել բանակցային գործընթացից, ինչպես նաեւ պնդում է Աննա Գրիգորյանը իր հարցազրույցի մեջ Ռոբերտ Քոչարյանի կողմից, եւ այդ process-ը բերել էր հասցրել էր նրան, որ պետք է պատերազմ լիներ։
Եվ այդ պատերազմը անխուսափելի էր։ Եկավ 2020 թվականը եւ ինչի եղավ այդ պատերազմը։ Պատերազմը եղավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար, նես չէր, որ, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը ավելի մի քիչ, չգիտեմ, բարձրահասակ էր, ավելի ցածրահասակ էր, լավն էր, վատն էր, մեծ պլան գոյություն ուներ։ Պլանը հետեւյալն էր, որ պետք է Ուկրաինայում պատերազմ լիներ, տարածաշրջանը պետք էր կիսել, որ այդ ժամանակ, չգիտեմ, Սերժ Սարգսյանն էր, Ռոբերտ Քոչարյանը ըլներ կամ որևիցե մեկ այլն էր, 90% հավանականությամբ դա լինելու էր։ Եթե այն 10%-ը թողնում եմ նրան, որ կարող էր ինչ-որ պլան լինել, որ ենթադրենք Հայաստանը մտներ, դառնար Ռուսաստան, Բելարուս միութենական պետության մի հատված եւ այլն, կարող է մի քիչ ուրիշ ձև լիներ այդ պատերազմը, բայց այն բանը, որ տարածաշրջանը կիսվելու էր այս Ուկրաինայի գալիք պատերազմի համար, անխուսափելի էր։ Ուզում էր Նիկոլ Փաշինյանն ելներ, ուզում էր Ռոբերտ Քոչարյանն, Ռոբերտ Քոչարյանը, որ գլուխ է գովում, որ ես ելնեի, սենց չելնի, նենց չելնի, իր ժամանակահատված է եղել, այն ինչ որ եղավ 2020 թվականին, այն ժամանակը հիմքը դրված եղել։ Եվ խնդրում եմ, այս նաև պատերազմին անդրադառնամ։ Պատերազմից հետո առաջարկ եղավ եւ առաջարկ ա եղել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը հանդիպում ունենալ Սոֆիայում ադրբեջանական կողմի հետ եւ չասեմ ով, բայց չթողեցին որ գնան հանդիպում։ Երաշխավորների ինստիտուտը, այո, թույլ չտվեց եւ ձեր նաեւ կողմնակիցները, որոնք Լեռնային Ղարաբաղում նաեւ իշխանության մասին իրաք թույլ չտվեցին։ Ես այդ խոսակցությանը ներկա եմ եղել, լսել եմ ես այդ խոսակցությունը, զրուցել եմ դրա մասին։ Եվ դրա համար տեղ ունեցավ երկրորդ ռազմական գործողությունը, որը վերջնականապես Լեռնային Ղարաբաղից հայ ժողովրդին դուրս բերեց։ Երբ որ դուք խոսում եք վերադարձի մասին, ով կարա թույլ չտա, հարգելիներս, լավ է հնչում, 100,000-ավոր մարդիկ բան եւ այլ։ Դուք այդ մարդկանց անվտանգությունը ապահովելու եք։ Դուք հասկանում եք, որ դուք քաղաքական գործիչ եք, դուք հասկանում եք, որ այդ խոսակցությունը բերելու այն խոսակցությանը, որ նաև ադրբեջանցի քաղաքացիները, որոնք սովետական ժամանակի հատվածում բնակվել են Հայաստանում, ուզենալու են վերադառնան եւ ապրեն այստեղ։ Դուք հասկանում եք, որ այդ խոսակցությունը ուրիշ ուղղություն է տանելու, բայց այդ էլ հեչ, ասեմ, դուք այդ մարդկանց անվտանգությունը ապահովելու եք, կամ դուք որ ասում եք Լեռնային Ղարաբաղը հանձնեցինք, բա որ հանձնեցինք, բա ինչի պատերազմ եղավ, հենա կհանձնենք, թղթով կեչային կստորագրեինք 100%-անոց ճակերտավոր աջակցություն ունենք հայ ժողովրդի կողմից հեղափոխությունից հետո։ Ինչեր պետք գնալ հասնել դժոխք, մեռնել այդ բոլոր մահացածների հետ, գնալ հասնել այդ ծերը, որ մենք կամ կողմնորոշվենք, մեկ ասում եք հանձնեցինք, մեկ ասում եք նոյեմբերի 9-ը լավն էր, մեկ ասում եք նոյեմբերի 9-ը վատ էր, եւ այլն եւ այլն։ Երաշխավորների մասին Տիկին Վարդանյան, վարչապետ երեքստեղ 305 անգամ դրա մասին խոսեց։ Ուկրաինայի երաշխավորը Ռուսաստանի դաշնությունն էր։ Այդ երաշխավորները, հիմա ասենք աբսուրդ է, չէ՞, հնչում, որ ժամանակին մեկին ասեի, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա եւ Գերմանիան պաշտպանելու է Ուկրաինային, ասենք իմ պապը կուշաթափվեր, ասենք այնքան գծի ծաղր, բայց ժողովրդի իրողություններ է փոխվում։ Երաշխավոր ունեինք, երաշխավոր կար Ղարաբաղում կանգնած։ Երբ որ երկրորդ բանը տեղի ունեցավ, երկրորդ հարձակումը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի վրա, Ռուսաստանի դաշնության խոսնակը դուք մեզ մեղադրում ասում եք ոչ մի բան չարեցիք մեր հայ ժողովրդին պաշտպան եւ այլն, չէ՞ դենց խոսակցություն կա։ Հայտարարություն է անում, ասում է կոչ ենք անում Ադրբեջանին եւ Հայաստանին դադարեցնել բաները, ռազմական գործողությունները։ Սա ինչի մասին է, սա նրա մասին է, որ մեզ ներքաշում էին այն բանի մեջ, որ ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք։ Սա է եղել պլանը, որ Հայաստանի Հանրապետության մի կտորել, չգիտեմ, գրավվեր կամ օկուպացվեր կամ ինչ-որ մի բան լիներ, եւ հետո Ռոբերտ Քոչարյանը 2021 թվականին որպես Ռուսաստանի ամենալավ տեխնացու միջև Սամվել Կարապետյանի հայտնվելը, հիմա երկու լավ տեխնացու կա, միջև իր հայտնվելը, բան, տենց գար ասեր, դե մենք իմիջիալից այդ խոսակցությունները գնում են, դե մենք չենք կարողանում, մենք փոքր ազգ ենք, ինչ կարան կանենք, մենք չենք կարող, պետք է մեր անվտանգության միակ ձևը դա միութենական պետության մաս լիներ։ Էս է եղել պլանը։ Պլանը եղել է գուբերնատոր դառնալը Ռոբերտ Քոչարյանի, իսկ միջև այդ ասենք դուք հասկանում եք, որ 2021 թվականից հետո, երբ որ այդ պատերազմը եղավ, այդ ամեն ինչը եղավ, ոչ մեկ իշխանություն չէր ուզում վերցնել։ Դա համար գնացիք են քաղաքական դիակ Վազգեն Մանուկյանին բերեցիք, հետո գնացիք են քաղաքական դիակ Կանադայի քաղաքացուն բերեցիք, եւ այլն, որտեղ դուք չեք ուզում, ընդդիմությունը չի ուզեցել ու չի ուզում իշխանություն այդ փուլում վերցնել։ Իսկ հիմա խնդրեմ ունենք։ Հիմա մեկ այլ հավակնորդ է հանդես գալիս, տենց հիմա ուզում եք մի հատ պլան անեք, հետո Ռոբերտ Քոչարյանը տենց իրան առաջարկում է, որ հետո Ռոբերտ Քոչարյանին որպես վարչապետի տեխնացու ներկայացնեք, դե Սամվել Կարապետյանը չի կարա, առնվազն երկու երկրի քաղաքացի է, ասենք պլանը բոլորին հասկանալի է։ Օր ժամ եք ուզում, այդ օր ժամը դուք ասել եք։ Դուք եք ասել դրա մասին։ Մեզնից եք օր ժամ ուզում։ Ձեր 04 բանը շրջաբերականը։ Ինչ ասում եք, մեզ ասում եք Լեռնային Ղարաբաղ դուք հանձնեցիք։ Հարգելիներս, եք ակստեղ տոնեցիք, որ դուք այնտեղ հաղթել էիք։ Բա ո՞նց թուղթը ստորագրեցիք։ Ո՞վ է թուղթը ստորագրեց։ Լեռնային Ղարաբաղի լուծարման թուղթը ժողովուրդ ով ստորագրեց։ Մենք կռվել ենք։ Ինչքան զենք կա տվել ենք, ինչքան փող կա տվել ենք, ինչքան մեռնել կա մեռել ենք, ինչքան մեռնելու ձև կա այդ մեռնելու ձևերով անցել ենք։ Դուք արեցիք դա։ Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողելուց սկսած, ինչպես Տիկին Գրիգորյանը արդարացի նշեցի, որ արդարացի ժամանակին նշում էր Ռոբերտ Քոչարյանի մասին,
Վերջացրած Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը ստորագրելով հանդերձ։ Հիմա հետաքրքիրը այն է, որ ես ենթադրում եմ, որ ընտրություններով տենց օրենքով նախատեսված է, չէ, որ պետք է գլխավոր տեխնատուները բանավիճեն։ Ես վստահ եմ, որ Ռոբերտ Քոչյանը չի կարողանալու գա բանավիճելու, եւ դուք այդ բանավեճը փորձում եք ստեղ ինչ-որ ձևով ապահովեք, որովհետեւ դե ակնհայտ է, դուք այլևս այս դահլիճից դուրս ամենամեծ եւ ամենաուժեղ ընդդիմադիր կուսակցությունը չեք, ձեր բոլոր ռեզերվները, ձեր ունեցած մարդկանց այս նոր ստեղծվող ուժը տանում է եւ ձեզ կարեւոր է, որ դուք գոնե այնտեղ հայտնվեք, որ կարողանաք ինչ-որ ձևով ներկայություն ապահովեք։ Բայց ես հարց ունեմ ձեզ. գալու է Ռոբերտ Քոչարյանը օրենքով նախատեսված հերոստաբանավեճին։ Գալու է, կճշտեք իրանց Տիկին Վարդանյան։ Տիկին Խամոյան հաջորդ ոդկասթը անելուց Տիկին Գրիգորյանի հետ։ Իմիջիայլոց ոդկասթը հիմնական ուղղ եթերում եք անում, լսեք, այդքան որ բան եք զապիս եք անում, հետո մոնտաժ եք անում, ես ու այդքան վատ բառ չեմ ուզում ասեմ, տափակ միտք կա մնում մեջ, այդ էլ մոնտաժ արեք, էլի ինձ 15 րոպե ելնի։ Բան չի մնա, ոդկասթները անում են ուղիղ եթերով։ Սլաբո դուրս գալ Ռոբերտ Քոչարյանի հետ Տիկին Խամոյան, դուք Տիկին Գրիգորյանին վերցրեք, միացրեք հեռախոսը, Սլաբո դուրս գաք, ման գաք Հայաստանի, գնացեք Սյունիք, Սլաբո Տիկին Գրիգորյան։ Այո, վերցնում եք Ռոբերտ Քոչարյանի թաթիկը եւ գնում եք Սյունիք փողոց ուղիղ եթերով քայլելով։ Կարող եք, չեք կարող։ Մոնտաժ արած բաները դեռ փակվել եք ձեր փոճու, ձեր գրասենյակում մտնում եք, ձեր հյուրանոցները մտնում եք, նկարում եք, սիրուն մոնտաժ եք անում, ձեր թվում աշխարհը ձեր շուրջա պատտվում։ Ասեք, դուք նայել եք ձեր բաների հետ, ոդկասթի հետ ելույթների բաները, վյուները նայել եք, որ մարդ չի նայում։ Տեսել եք, որ նույնիսկ եթերը մարդ չի նայում։ Ես նայում եմ մեկ-մեկ։ Ես մեկ-մեկ նայում եմ, որովհետև տրամադրությունս պետք է բարձրանա։ Ասեք, նա բա չնայեմ, տենամ տրամադրությունս բարձրանա։ Հարգելիներս, բանավեճի առաջարկը բաց է։ Հեսա նախընտրական։ Շրջանա սկսում, մի խուսափեք, օրինակ Տիկին Հակոբյանի հետ գնացեք բանավեճի, մերակ տարբեր պատճառներ գտնելով, մի անգամ բանավեճել եք, հետո խուսափում եք Տիկին Հակոբյանի հետ դիտակ բանավեճի։ Կգաք բանավեճի, չեք կարողանում ուղիղ եթեր գնալ, գոնե կգաք բանավեճի։ Շնորհակալություն ուշադրության համար, ցավակցում եմ ձեզ բոլորիդ։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ընդհանուր առմամբ պարբերաբար մեր ընդդիմադիր գործընկերները շատ են սիրում խոսել ինքնությունից ու նաև այս խմբակցությունում կամ պատգամավորներ, ովքեր սիրում են խոսել կոռուպցիայից։ Ինչպես գիտեք, ես էլ երեք սկսել էի որոշակի օլիգարխների վերապատրաստման դասընթաց ու խոստացել էի, որ հաջորդ դասընթացը լինելու է մաթեմատիկական բովանդակությամբ առնվազն, ու այսօր փորձենք բացատրել մեր սիրելի ընդդիմադիր գործընկերներին, ավելի ճիշտ 3 օլիգարխներին հայտնի, որոնք ինտելեկտով առանձնապես չեն փայլում, հույս ունենալով, որ նրանց խմբակցությունները, գործընկերները նրանց կփոխանցեն նաև այս ամեն ինչի տեսանյութերը։ Ուրեմն մեր ընդդիմադիր գործընկերները մեկ-մեկ մեզ գալի ասում են. «Այ պարգևավճար, այ հավելավճար, այ աշխատավարձ, այսօր կփորձենք խոսել առհասարակ աշխատավարձերի ու երբ որ փորձում են դա նույնականացնել կոռուպցիայի հետ այդ մասին»։ Ուրեմն սիրելի քաղաքացիներ, 2008 թվականին եղել է այն թվականը, երբ որ Ռոբերտ Քոչյանի ամսական աշխատավարձը եղել է ամենաբարձրը իր մնացած տարիների համեմատ, աստիճանաբար բարձրացել է ամբողջ պետական համակարգին։ Եվ ահա 2008 թվականին Ռոբերտ Քոչյանի աշխատավարձը եղել է 400,000 դրամ։ 400,000 դրամ։ Այդ նույն թվականի դոլարային ինդեքսով, դոլարի փոխարժեքով դա եղել է $1310։ Մարդը ամսական որպես նախագահ ստացել է $1310։ Հարգելի պարոն Մինասյան, $1310։ Եթե փոխարժեքը մի քիչ տատանվում է, ինձ կներեք, ինտերնետը այդքան լավ չհուշեց դա։ Ռոբերտ Քոչյանի ունեցվածքը, նրա եւ իր ընտանիքի ունեցվածքը գնահատվում է, ուշադրություն, $200 միլիոն։ Մի հատ էլ սենց իրար հետ պահեմ էլ, սա իր ամսական աշխատավարձն է, այս մի ձեռքինս, սա իր ընտանիքի ունեցվածքն է։ Մի հատ ուշադիր նայեք, էլի խնդրում ես թվերի տարբերություն։ Այս ունեցվածքի մի մասն է, որը հնարավոր է եղել պարզել, միանշանակ վստահ եմ ուղղակի կամ բաներ, որ հնարավոր չի եղել պարզել, հետագայում վստահ եմ, որ հնարավոր կլինի։ Էսա։ Որպեսզի ճիշտ հասկանաք, այս ունեցվածքին հասնելու համար այս աշխատավարձով Ռոբերտ Քոչյանը պետք է աշխատեր 12,722 տարի։ 12,722 տարի պետք է աշխատեր, որ այսքան աշխատավարձ ստանար։ Եթե տարով այդքան էլ լավ չեմ բացատրում, կներեք, եկեք թվով բանով, ամսով բացատրեմ։ 152,671 ամիս, թիվը մի հատ էլ ուշադիր, 152,671 ամիս պետք է աշխատեր, որ այս ունեցվածքը ունենար։
Նույնիսկ եկեք ենթադրենք, որ ամեն ամիս sense մերպես բան արել, էլի, sense որ պարգևավճար բառը որ ասում եք, ենթադրենք ամեն ամիս կրկնակի պարգևավճար ստացել, Եթե ամեն ամիս կրկնակի պարգևավճար ստանար, դրա համար իրան պետք կլներ 75000 ամիս, որ այսքան ունեցվածք ունենար Ռոբերտ Քոչարյանը։ Նայեք այս տիպը։ Կամ խոսում են, ասում են պատգամավորները ստացել են 600,000 դրամ պարգևավճար։ Կարան մարդիկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարան դա համարեն լավ, կարան համարեն վատ, դա այլ հարց է, բայց էսա։ Այդ տիպը այս տեսքով 600,000 դրամ, սա պատգամավորի մի ամսվա աշխատավարձը մի այսքան է պարգևավճար ա եղել, որպես այդպեսին ու 600,000 դրամ, 600,000 դրամ։ Ձեր գործընկեր շատ հարգելի պարոն Վահե Հակոբյանը, ազգային ժողովի նախկին պատգամավոր Սյունիքի մարզից, ով սա եղել է իր պետական ապարատում իր ամենաբարձր աշխատավարձը։ Մարդը ինչ որ ժառանգական բան չի, էլի, դքսության ժառանգորդ չի, չգիտեմ, այնտեղ ինչ որ մի բան չի, սա եղել իր ամենաբարձր աշխատավարձը 600,000 դրամ։ Ենթադրենք։ Մարդուց այս պահին եւ իր ընտանիքից պահանջվում է բռնականություն $20 միլիոն։ $20 միլիոն։ Որպես այս $20 միլիոն մարդը այս աշխատավարձով ունենա ամսական։ Ինքը պետք է աշխատի, նայեք ինչ գոլդ թիվ եմ բերել։ 13,333 ամիս, 13,333 ամիս, որպեսի իրար ճիշտ հասկանանք, ասենք ենթադրենք էլի, այս պարգևավճարները ստանում է այդպես, բանի պես էլ են, ոնց եք ասում, այս պատգամավորները նրանք պարգևավճար են ստանում, ենթադրենք 100% են պարգևավճար ստանում ամեն ամիս։ Պարոն Մինասյան, վստահ եմ դուք մաթեմատիկայից շատ լավ եք, 13,333-ը, եթե բաժանում ենք կիսենք, այսինքն պետք է, քանի որ թիվը բան է ալնում, այստեղ ստացվելու է 6500 ամսից ավել մի խոսքով, 6500 ամսից ավել մարդը պետք է այդ աշխատավարձով բանանի, որպեսզի ճիշտ հասկանաք, պատգամավորի 5 տարվա գործունեության մեջ պատգամավորը ստանում է 60 աշխատավարձ ընդհանրապես, 60, որտեղ 5 տարին դա 60 ամիս է, սիրելի գործընկերներ, 60 ամիս, բայց մարդը ստեղ պետք է 6000 ամիս, 6500 ամիս կրկնակի պրեմիայով բան ստանա, որպեսզի այս ունեցվածքը կուտակի։ Այ հենց դրա համար է, սիրելի քաղաքացիներ, որ երբ որ ասում ենք, որ այս մարդիկ ապուշի տեղ են փորձում դնել, որ երբ որ այս 20 միլիոնը, երբ որ այս 200 միլիոնը փորձում բերում են նույնականացնել ինչ որ $1000 պրեմիայի հետ, կամ հավելավճարի հետ, կամ ինչ որ բանի հետ, այ հենց սրա մասին է այս խոսակցությունը։ Ու երբ որ խոսում եք ինքնությունից, երբ որ գալիս է ստեղ Աննա Գրիգորյանը կամ Քոչարյանի մյուս պատգամավորեն մեկ ասում է, Արարատը մեր ինքնությունն է, Արարատը չի ձեր ինքնությունը, էսա ձեր ինքնությունը։ Էսա $200 միլիոն։ Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա $200 միլիոն, Աննա Գրիգորյանը չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Որ պահին Ռոբերտ Քոչարյանից այս բռնագանձումը դատանի վճռով մտնի ուժի մեջ, սա քաղաքական կանխատեսում է։ Որ պահին այս պահանջը Ռոբերտ Քոչարյանից մտնի ուժի մեջ ու սա բռնագանձվի քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դա այդ պահից սկսած Աննա Գրիգորյանը չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Ու դա առավել քան մեծ փաստ է, առավել քան հստակ փաստ է։ Բայց այնուամենայնիվ վերադառնալով թեմային, սիրելի ընկերներ, բոլորիս համար ակնհայտ է, թե ինչ եք դուք փորձում անել, բոլորիս համար խիստ տեսանելի այն երանգները, որոնք որ դուք եք փորձում անել, ու ես կարծում եմ, որ դուք արդեն ժամանակն է, պարոն Մինասյան, հարգարժան պարոն Մինասյան, որ այդ դրոշները ձեր դիմացից հանեք, որովհետև սրանից մոտ 2-3 տարի առաջ դուք այս ամբիոնից ձեր քաղաքական խմբակցությունը, ազգային ժողովի խմբակցությունը այս ամբիոնից հայտարարում էր հետևյալը. առանց Լեռնային Ղարաբաղի չկա Հայաստանի Հանրապետություն։ Դուք Լեռնային Ղարաբաղում իշխանությունը զավթեցիք եւ լուծարեցիք Լեռնային Ղարաբաղը, չկա հաստատի ձեր ստորագրությամբ Լեռնային Ղարաբաղ, բայց դուք այսօր եկել եք քարոզարշավի եք մասնակցում, քաղաքացիների հետ հանդիպումներ եք անում, սոցիալական հարցեր եք բարձրացնում, կրթավճարի հարցեր եք բարձրացնում, բականներ եք 1980-ից ուրացաք, հա։ Ուրացաք այդ դրոշները, որ ձեր առաջ դրած էր։ Մոռացաք, թե այն ժամանակ էիք ուրանում, թե այն ժամանակ էիք ստում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից։ Ես գիտեմ իրականում ինչա տեղի ունեցել։ Սիրելի քաղաքացիներ, ես հիմա իրականությունը պատմում եմ։ Մարդիկ գնացել են, հարցում են արել սոցիոլոգիական ու տեսել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 80 եւ ավել տոկոսը ասում են, որ այո, Ղարաբաղյան շարժումը փակված է եւ այն շարունակել չի կարելի։ Ու ելնելով իրանց առաջնորդի Ռոբերտ Քոչարյանի մերկանտիլ բնույթից տեսել եմ, որ դրա մեջ քյար չկա փաստացի այդ ամեն ինչը ասել։ Եկեք հիմա քաղաքացիների աչքին թոս փչենք, sense բաներից չխոսանք, Ղարաբաղ բանման այդ դնենք մի կողմ, մեկը միշտ Ղարաբաղը իրենց համար եղել ընդամենը շահարկման առարկա, երբեք դա իրենց համար չի եղել ինքնության հարց, երբեք չի եղել ազգային ինքնության հարց ու երբեք չի եղել որևէ տեսակի այլ հարց։ Մենակ եղել է քաղաքական շահարկման հարց։
Ու հիմա բան անեն, այլ սոցիալական թեմաներ խոսան, ուրիշ թեմաներ խոսան։ Այ եթե ստացվի քաղաքացիներին խաբել ու ձայն ստանալ քաղաքացիներ, այդ ժամանակ բնականաբար հրահանգավորված պետք է սկսեն այդ պատերազմը, սկսեն փորձեն վերսկսել շարժումը, ու այդ շարժումը վերսկսելու շրջանակներում հրահարեն պատերազմ ու Հայաստանի Հանրապետությունը տանեն անկախության կորստի։ Բայց այստեղից էլ Քրիստինե Վարդանը, որ ասում էր ով կուզի իշխանություն լինի, այսպիսի պայմաններում, այսպես այնպես, նախ բոլորն էլ կուզեն, որտեղ հաստատված է խաղաղություն։ Երկրորդը, որ ասում եք ձեր օրոք եղել է 2, 3, 4, 5 պատերազմ, մեր օրոք պատերազմ չէ, սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ։ Այդ խաղաղ տարիներին, քանի օր եք դուք առավոտը իբր խաղաղ տարիներին վերկացել են լուրով, որ սահմանին հակառակորդի կրակոցից զինվորա զոհվել։ Քանի օր է եղել այդպիսի, քանի 100 օր է եղել այդպիսի։ Դա նրա մասին է, որ պատերազմը երբեք էլ դադարած չի եղել։ Պատերազմը դադարել է սրանից 2 եւ ավելի տարի առաջ, ու 2 եւ ավելի տարի է, ինչ մենք սահմանին զոհ չունենք։ Միջև էլ մշտապես եղել է պատերազմ։ Ակտիվ ֆազայով, դանդաղ ֆազայով, միջին ֆազայով, այս մի ֆազայով։ Մշտապես եղել է պատերազմ։ Հիմա խաղաղություն է։ Ու այս մարդիկ ուզում են այդ խաղաղությունը ձեզնից գողանալ։ Թույլ չտաք դա։ Մեծարգո փոխոսնակ, մեծ հետևող սիրելի քաղաքացիներ, Աննա Գրիգորյանը նեղվել է, որ իր խոսքի միայն մի մասն է տարածվել, որտեղ նա մասնավորապես ասում է Արարատը մերն է, Արագածը մերն է, Խուստուփը մերն է, եւ հիմա ասում է, պարզվում է, տարածել են առանց մեր ինքնության մասն ասելով։ Այսինքն Աննա Գրիգորյանը այնուամենայնիվ նկատում է, ինչ միտք է արտաբերում եւ ինչ խնդիր է այն պարունակում։ Եվ իմ մոտ միշտ զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ տիկին Աննա Գրիգորյանի պահանջատիրությունը սահմանափակվում է արևմուտք ու արևելքով։ Նա երբեք չի տարածվում դեպի հարավ։ Եվ գուցե նրան իր տերերը թույլ չեն տալիս տարածել այն դեպի հարավ, խոսել մեր պատմամշակութային անցյալի մասին։ Իսկ որ տիկին Աննա Գրիգորյանը փորձում է պաշտպանել այսպես խրոխտ իր ելույթով մեր ինքնությունը, մոռանում է շեֆին զգուշացնել։ Իր իսկ հաջորդող ելույթի ընթացքում հայերենով տեքստը մի անգամ ավել կարդալ, որպեսզի չկմկմալ, որովհետև հայոց լեզուն մեր ինքնության անբաժանելի մասն է։ Տիկին Գրիգորյանը մոռացել է իր շեֆին զգուշացնել, որպեսզի հայ առաքելական եկեղեցին Հայաստան դաշինքի շտաբ չվերացնի, որովհետև հայ առաքելական եկեղեցին իմ եւ ձեր սիրելի քաղաքացիների ինքնության անբաժանելի մասն է։ Տիկին Գրիգորյանը մոռանում է իր շեֆին ասել, որ վերջապես հայր մերը վերից վար ասի, որովհետև թերևս գիտի, որ ունակ չէ։ Տիկին Գրիգորյանը, որ անընդհատ մեզ ասում է, որ ինքը Սյունիքից է այսպես հպարտանում է դրանով, չնայած Սյունիքից լինելը իրապես հպարտանալու առիթ է, մոռանում է, որ իր շեֆը բանակցել է Մեղրին հանձնելու մասին։ Եվ արդյոք տիկին Գրիգորյան Մեղրին մեր ինքնության անբաժանելի մասը չէ։ Շատ են սիրում ստեղ մանիպուլացնել, ասելով, թե նման բան տեղի չի ունեցել։ Եվ ես այսօր չալարեցի եւ կրկին նայեցի Ազատության ռեպորտաժը հստակ մեջբերումներով, որտեղ որ Ռոբերտ Քոչարյանը Յակոբ Մինսկի ներկայացուցիչների, երեք պետությունների ներկայացուցիչների հետ խոսել է մասնավորապես այն խնդրի մասին, որը առաջանալու է Մեղրին տալուց հետո, եւ որ կխզվի Իրանի հետ կապը։ Ռոբերտ Քոչարյանը ուղիղ ցիտում եմ, ասում եմ. Կլինենք 3 թուրքերով շրջապատված եւ նրանց մերձավոր զարմիկներով։ Սա վտանգավոր է, իսկ Վրաստանը անկայուն է։ Իրանի հետ սահմանի պահպանելու անհրաժեշտության հարցը մնում է, ասում է Ռոբերտ Քոչարյանը բանակցությունների ընթացքում։ Իսկ Մեղրին սիրելի քաղաքացիներ, մնացել է Հայաստանինը, մնացել է Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե որովհետև Ռոբերտ Քոչարյանը հմուտ բանակցող է, այ Մեղրին իր կյանքով պահել են այստեղ այս դալիճում Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը։ Մեղրին մնացել է հայկական, որովհետև իրենք կյանքի գնով այն պահպանել են։ Մեկ այլ արկածախնդրություն իհարկե այն է, ինչ տեղ ունեցավ Լեռնային Ղարաբաղում Ռոբերտ Քոչարյանի եւ իր համակիրների դաշնակցության ուղիղ միջամտությամբ։ Կարող էր հայկական բնակչությամբ մնալ Լեռնային Ղարաբաղը, բայց չմնաց այդպեսին, որովհետեւ Բրատիսլավա բանակցելու չգնացին։ Փոխարենը գիտենք ինչ արեցին։ Փոխարենը գիտենք ում ինչ էին արկելում անել։ Եվ Լեռնային Ղարաբաղը, որ կարող էր մնալ հայերով բնակեցված, Լեռնային Ղարաբաղը եւ իր պատմամշակութային հուշարձանը, որը մենք կարող ենք այցելել եւ վայելել, այդպեսին չէ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է ամեն բանի հանուն իր սեփական իշխանության։ Քրիստինե Վարդանյանն ասում է, որ խաղաղ էին տարիները։ Այդ սողացող պատերազմի տարիներին զոհվող տղաները մեր տղեկը չէին, իրանց մահը մահ չէր, իրանց ընտանիքների սուքը սուք չէր։ Ոնց են իրենք այդպես ասում։ Կամ արտագաղթը չեն նկատել։ Լավ, եթե պատերազմ չկար, ինչ էին մեր տղեկին փախցնում բանակներից։ Գուցե որտեվ այդքան էլ խաղաղ չէր։ Հաջորդ անգամ, երբ որ կփորձեն մեզնից պաշտպանել հայ ինքնությունը, թող նախ նայեն հայլու մեջ, հետո նայեն Ռոբերտ Քոչարյանի դեմքին ու լուր նստեն, որովհետև հայ ինքնությունը մեզնից պաշտպանել պետք չէ։ Մենք ենք, որ պաշտպանում ենք հայ ինքնությունը, գումար ենք ներդնում եկեղեցիների
վերակառուցման, իրենց շուրջ ենթակառուցվածքների պահպանության մեջ, արգելում ենք մեր հայ առաքելական եկեղեցու գույքը օտարել մտերիմներին, այդ մենք ենք պաշտպանում հայ ինքնությունը։ Եվ հունիսի 7-ը, այո, մեր պետության, պետականության, անկախության, ինքնության համար ընտրություններ են։ Եվ ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, ոչ թե որովհետև մեր ընդդիմությունը Ռոբերտ Քոչյանն է, այս էլ մի հատ այլ բլեֆ է, որ տենց ընդդիմադիրները ասում են, դե քանի իրանց ընդդիմությունը Ռոբերտ Քոչյանն է, իրանք հայ ընտրվելու են, չէ։ Մենք չենք ընտրվում, որովհետև մեր ընդդիմությունը Ռոբերտ Քոչյանն է։ Մենք ընտրվում ենք, որովհետև մենք լավն ենք։ Մենք ընտրվում ենք, որովհետև մենք անկեղծ ենք, որովհետև չենք թալանում, մենք աշխատում ենք։ Մենք մեր քաղաքացիներին լսում ենք։ Երբ համաձայն չեն, էլի լսում ենք, լուր լսում ենք, չենք սպանում։ Չենք համաձայնվում, բանավիճում ենք, բակեր ենք գնում, ուղիղ եթերով ենք գնում։ Մենք ընտրվելու ենք, որովհետև մենք խոստացել ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խաղաղություն, մենք բերել ենք այդ խաղաղությունը, մենք խոստացել ենք արժանապատվություն եւ հայի հիմա արժանապատիվ է։ Բժիշկ արժանապատիվ է, Տիկին Գյուրեխյանը շատ է սիրում այս մասին խոսալ, ամեն անգամ ասելու է, ես ամեն անգամ կրկնելու եմ, որ հիմա 5-6 ամիս աշխատավարձ չեն սպասում։ Խոսում է թոշակառուների մասին, ասեմ, թոշակառուն էլ 5-6 ամիս չի սպասում թոշակի։ Արժանապատիվ կյանքով են ապրում մեր տարեցները։ Եվ որ իրենց հանդիպում ենք, մեզ ասում են, չթույլ տաք մեզ մենակ մնալ իրանց հետ։ Դուք հոտար եք։ Դրա համար չեք ընտրվել։ Բոլոր նախկին ընտրությունները գիտենք ոնց են եղել, չեք ընտրվելու եւ հաղթելու է հայ ժողովուրդը։ Թույլ չի տալու, որպեսզի դուք տիրանաք իրենց ազատությանը, իրենց քվեին, հանուն ձեր մի քանի կոպեկի։ Շնորհակալություն։